Չինաստանը եւ Միացյալ Նահանգները հաջորդ համաշխարհային համակարգի հիմնական երկու թևերն են լինելու։ Այս թևերի բախումը լինելու է եւ տնտեսական, եւ տեղեկատվական, եւ անվտանգային, ամեն կերպ լինելու այդ պատերազմը։ Մի ուղում մտցնեմ, որ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան իրենք փորձել են Ռուսաստանի թուլությունը օգտագործել եւ իրենք մտել են ռուսական տարածք։ Այդ դա եղել է եւ Արևելյան Եվրոպան, եւ Կենտրոնական Ասիան, եւ Անդրկովկասը, եւ իրենք մտել են այս տարածաշրջանը։ Երբ մասին եք խոսում։ 1991 թվականից մինչ օրս։ Մինչ օրս։ Դա ռուսական տարածք է։ Գիտեք, ուզում եք ընդունեք, չեք ուզում մի ընդունեք, գոյություն ունի համաշխարհային խաղ։ Եվ այդ համաշխարհային խաղի մեջ ամեն ինչ շատ հստակ է։ Դուք չեք կարող այդ խաղը խառնեք իրար։ Այնպես ինչպես որ դեռևս 1570-ական թվականների վերջից մինչ օրս աշխարհը Վեստֆալյան համաձայնագրով առաջնորդվում է եւ գնում է առաջ, 500 տարի է լրանում։ Այսինքն այդ իրավիճակը կայուն է։ Հիմա դուք ինչ ուզում եք արեք, այդ իրավիճակն է։ Այսինքն մենք խոսում ենք հզոր պետությունների անվտանգային եւ շահերի տարածաշրջանների մասին։ Այնպես ինչպես որ Միացյալ Նահանգների խորքային պետությունը իշխանության բերեց Թրամփի նման մեկին, որը ավելի շատ աղմկում է, քան պետք է, եւ այդ աղմուկը, այդ քաոսային իրավիճակը, որը Թրամփը ստեղծում է, ունի ընդամենը մեկ նպատակ՝ շեղել ամբողջ աշխարհին Միացյալ Նահանգների իրական ծրագրերից։ Ուրիշ ոչ մի բան չկա։ Միացյալ Նահանգներում որ մի նախագահն է եղել իր գլխի տերը, որ Թրամփը ուզենա լինի։ Ոչ մեկը։ Միակ մարդը, որ փորձեց մի քիչ դուրս գա այդ խորքային պետության ազդեցության տակից, սպանվեց Քենեդին։ Հետո էլ իր եղբորը սպանեցին գլխավոր դատախազին։ Այնպես որ երբ որ խոսում ենք պետությունների մասին, մանավանդ համաշխարհային չափանիշներով, պետք է հասկանանք ինչի մասին ենք խոսում։ Այդտեղ սիրել կամ չսիրելը այդքան էլ դերակատար չի։ Իսկ ինչ որ տեղի ունենում այսօր, հետևյալ պատկերն ունի։ Ռուսաստանը եւ Եվրոպան իրար հետ զբաղեցրեցին Ուկրաինայով։ Ամբողջ Եվրոպան եւ արևմտյան ուժերը իրար հետ միավորվեցին, որպեսզի կարողանան Ռուսաստանը հնարավորին չափ թուլացնել եւ Ռուսաստանը քայքայել։ Ոչ թե նրա համար, որ այնտեղ կա Ռուսաստան, այլ նրա համար, որ Ռուսաստանը աշխարհի խոշորագույն բնական ռեսուրսների տեր պետություն է։ Հայտնաբերված ռեսուրսով, այսօրվա գներով Ռուսաստան ունի շուրջ 74 տրիլիոն դոլարի բնական ռեսուրս։ Սա պաշտոնական թիվ է։ Հետո նոր Միացյալ Նահանգներն է, մոտ 40 տրիլիոն։ Այսօր այդ գալացող նոր համաշխարհային համակարգի մեջ Չինաստանը կարիք ունի այդ ռեսուրսներին։ Ուստի իրենք պետք է քայքայեն քանդեն Ռուսաստանը, որպեսզի Չինաստանը չհզորանա։ Այս խաղն է տեղի ունենում։ Մեծ շախմատի խաղասեղանին այս խաղն է տեղի ունենում։ Բայց այն ինչը, որը որ փորձում են մեզ ներկայացնել, այլ բան է։ Երկրորդ կարևոր խնդիրը։ Ռուսաստանը երբ պարզ դարձավ, որ այդքան էլ արագ չի սպառելու իր ուժերը, անցան երկրորդ ծրագրին, որը լինելու է ռուս-թուրքական բախումը։ Ռուս-թուրքական բախումը տեղի կունենա Սև ծովում եւ մեր տարածաշրջանում։ Եվ նորից նույն նպատակն է հետապնդելու՝ թույլատնել Ռուսաստանը, որպեսզի չհզորանա Չինաստանը։ Միացյալ Նահանգները ուղիղ հարձակում իրականացրեց Իրանի վրա
Ընդամենը մի նպատակի համար, որպեսի քայքայեն Իրանը, որ չհզորանա Չինաստանը։ Այսօր Միացյալ Նահանգները փորձում է հետ վերադառնալ Աֆրիկա տարբեր ծրագրերով, քանի որ 2000 թվականին Աֆրիկայում 54 պետության մեջ Միացյալ Նահանգները եւ արևմտյան պետությունները հիմնական տերն էին Աֆրիկայի։ Իսկ այսօր Աֆրիկյան 54 պետություններից ամբողջ արևմուտքը միայն ներկայություն ունի մի տեղ՝ Ջիբութի։ Իսկ մնացած տեղերում Սուդանում, Եթովպիա եւ այլ տեղերում իրենք հրահրում են պատերազմներ, որպեսզի քաոսային իրավիճակ ստեղծվի եւ չհզորանա Չինաստանը։ Սա է այն ամբողջ նպատակը, որը հետապնդվում է։ Հիմա այսպիսի խաղի մեջ թրիփը չի կարող լինել տնտեսական ծրագիր կամ անվտանգային ծրագիր, որ Չինաստանի ապրանքները գան եւ Հայաստանի վրայով գնան դեպի Եվրոպա։ Սա սուտ է։ Խոշորագույն բլեֆն է մեր տարածաշրջանի համար։ Այս ծրագրի հիմնական նպատակը նա է, որ Սյունիքը առանձնացվի Հայաստանից եւ Թուրքիան իր ոտնատեղը տարածաշրջանում ավելի ամրապնդի եւ բախում տեղի ունենա ռուս-թուրքական։ Այդ բախումը արագացնելու համար Միացյալ Նահանգները 2022 թվականին սկսեց ֆինանսավորել Սև ծովից դեպի Միջերգրական ծով գնացող երրորդ ջրանցքի կառուցումը։ Ինչու է այդ ջրանցքի կառուցումը կարևոր Միացյալ Նահանգների համար։ Քանի որ համաձայն Մոնրոյի համաձայնագրի կնքված 1927 թվականին, որտեղ որ հստակ նշված է Մարմարայի եւ երկրորդ ջրանցքի անունը մոռացա այդ երկու գոյություն ունեցող ջրանցքները Էգեյան եւ Մարմարայի ջրանցքները ենթարկվում են այդ պայմանագրին եւ այդ պայմանագրից ելնելով երրորդ որևիցե պետություն իրավունք չունի իր ռազմանավերը մտցնի Սև ծով, բայց այս երրորդ ջրանցքը, որը կառուցվում է, սա չի ենթարկվելու այդ պայմանագրին։ Եվ այդ ժամանակ արևմուտքը, մասնավորապես Միացյալ Նահանգները, կարող է իր ռազմածովային ուժերը ուղարկել Սև ծով։ Եվ սա հրահրելու է ռուս-թուրքական պատերազմը։ Սա է խնդիրը։ Այսինքն մենք գործ ունենք ավելի մեծ խաղի հետ, եւ այս մեծ խաղի մեջ Հայաստանի եւ ոչ մի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչև օրս չուզեց ամրապնդել հայության դիրքերը, որպեսզի հայ ժողովուրդը չդառնա մանրադրամ եւ չգծվի սեղանի վրա որպես խաղակարդ։ Իսկ հայ ժողովուրդը այդ հնարավորություն ուներ։ Մենք ունեինք հսկայական ռեսուրս Սփյուռք կանունով, բայց այդ ռեսուրսը այսօր օտարացած է Հայաստանից։ Ինքը որևիցե դերակատարում չունի Հայաստանում։ Սա է խնդիրը։ Մենք մեր ամբողջ հզոր ռեսուրսը ջլատեցինք, մխսեցինք, ոչնչացրեցինք հանուն արևմտյան շահերի։ Որոնք սին են, ըստ ձեզ, որոնք չեն իրականում։ Ոչ թե որոնք սին են, արևմուտքը իր ծրագիրը շատ հստակ է։ Հայաստանի հաշվարկը դրա վրա։ Հայաստանի հաշվարկ ունի ընդհանրապես Հայաստանը ինչ-որ։ Ոչ միայն Հայաստանը, այլ ամբողջ Անդրկովկասը ոչ մի հաշվարկ չունի։ Իրենք այս տարածաշրջանը դիտարկում են որպես մի տարածք։ Ադրբեջանը նույնպես Ադրբեջանը նախկինում մտնում էր։ Նույնպես Ադրբեջանը մտնում է այդ ամբողջ խաղի մեջ։ Այսօր Ադրբեջանը ինչ է իրենից ներկայացնում։ Իրականության մեջ ընդամենը մի հենակետ, որին արհեստականորեն հզորացրեցին, Արցախը իրեն նվիրելով, որպեսզի իրենից օգտագործեն եւ Իրանի դեմ հրթիռներ եւ օդանավներ ուղարկելու եւ ռմբակոծելու եւ Կասպից ծովում ստեղծել անկայուն իրավիճակ։ Ուրիշ ինչ դերակատարում ունի Ադրբեջանը։ Ոչ մի։
Արդյոք Ադրբեջանը ունի Եվրոպայի անվտանգության, էներգետիկ անվտանգության մեջ ինչ որ տեղ ու դեր։ Շատ փոքր։ Մինչև ուկրաինական պատերազմը Եվրոպան իր նավթի եւ գազի մոտ 48%, մոտ կեսը ստանում էր Ռուսաստանից։ Տարեկան ստանում էր մոտ շուրջ կլորացրած թվով 150 միլիարդ խորանարդ մետր գազ։ Հիմա Բաքվի խողովակներով ինչքան գազ է գնում դեպի Եվրոպա։ Առավելագույնը 10 միլիարդ, որի մեծ մասը նորից ռուսական է։ 1/15-ի մասին ենք մենք խոսում։ Սա թիվ չի Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ։ Էլ ինչ է գնում Ադրբեջանի վրայով դեպի Եվրոպա։ Նավթ։ Այդ նավթի մաքուր կեսը գնում է Իսրայելը։ Մնացածը քանի 100,000 բարել է։ Օրեկան ամբողջ աշխարհում վաճառվում է 120 միլիոն բարել նավթ։ Սա աշխարհի պահանջարկն է։ Ինչքան նավթ է ուղարկում այդտեղից դեպի Եվրոպա։ 1 միլիոն։